Եթե մինչև այժմ կարող էիք ձեզ հետ երկրից դուրս տանել անսահմանափակ քանակությամբ թարմիրք, բանջարեղեն եւ բուսասանիտարական վերահսկողության ենթակա այլ ապրանքներ, այսուհետ կարող եք տեղափոխել առավելագույնը 5 կիլոգրամ, իսկ դրանից ավելի առևտրային քանակով արտահանում կարող են իրականացնել միայն իրավաբանական անձիկ, քանի որ Սննդի անվտանգության տեսչական մարմինը հայտնաբերել է, որ ֆիզիկական անձիկ արտահանում իրականացնում են առևտրային նպատակով։ Միայն անցած տարի շուրջ 2000 այդպիսի դեպք է հայտնաբերվել։ Այսինքն այդ ոլորտում մասնագիտացված որոշ գործարարներ ֆիզիկական անձանց անվտանգ իրականացնում են արտահանում եւ բնականաբար Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ներկայացնում են ոչ ճշգրիտ տեղեկատվություն։ Այդ տեղեկություններն օգտագործվում է Հայաստանից արտահանվող յուրաքանչյուր բեռի համար տրամադրվելիք բուսասանիտարական սերտիֆիկատներ պատրաստելու համար։ Տեսչական մարմնի սահմանային պետական վերահսկողության համակարգման բաժնի պետի տեղակալ Մեսրոպ Գրիգորյանի խոսքով արդյունքում ստացվում է, որ սխալ տեղեկություն է ներառվել սերտիֆիկատներում, ինչը կարող է արտահանման համար խնդիրներ գեներացնել։ Ուստի ՍԱՏՄ-ն եկել է այն որոշմանը, որ այլևս ֆիզիկական անձիկ արտահանում չեն իրականացնելու։ Դրա հնարավորությունը կունենան միայն իրավաբանական անձիկ։ Ֆիզիկական անձած կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը, ինչու հենց այդքան Գրիգորյանը պարզաբանում է, դա պայմանավորված է օրենսդրությամբ եւ միջազգային պրակտիկայով։ Որպես կանոն ընդունված է, որ ֆիզիկական անձիկ անձնական օգտագործման համար հենց 5 կիլոգրամ պետք է տեղափոխեն, բայց մենք բաց ենք այդ հարցում, եթե մեր ուսումնասիրությունների արդյունքում եթե պարզվի, որ այլ պետությունները պատրաստ են ավելի մեծ քանակություն ընդունել ֆիզիկական անձանց հաշվով, որևէ խնդիր չի լինի մեր կողմից եւ մենք այդ համապատասխան փոփոխությունները կիրականացնենք։ Գրիգորյանը մեկ այլ խնդիր է մատնանշում, կան դեպքեր, երբ արտահանման ժամանակ հայկական ընկերությունները չեն ներկայանում հսկողության տվյալ պետությունում, որից հետո նրանք ծանուցում են ստանում հսկողության չներկայանալու հետ կապված։ Իսկ ֆիզիկական անձանց դեպքերում հնարավոր է հենց այդ մի անգամ արտանում են արել, հետագայում որ մենք գնում ենք արդեն հետագծելիության ճանապարհով այդ անձի մոտ, ինքը ասում է ես որևէ կապ չունեմ արտանման գործընթացի հետ։ Եվ վերջապես ինչ պատիժ է սահմանվում այն ֆիզիկական անձանց, ովքեր 5 կիլոգրամից ավել բուսասանիտարական վերահսկողության ենթակա բեռներ կարտահանեն։ Դրա համար մենք ուզում ենք իրավաբանական անձանց հետ աշխատենք, որ իրանք պատասխանատվություն կրեն, եթե օրենքի խախտումը տեղի ունեցա։ Մարդկան շրջանում նաև քննարկումներ կան, արդյոք ընտանիքով երկրից մեկնելու պարագայում կարող է յուրաքանչյուր անդամ տեղափոխել 5 կիլոգրամ բուսասանիտարական վերահսկողության ենթակա բեռ։ ՍԱՏՄ-ից պարզաբանում են, այո, նույնիսկ 2-3 կիլոգրամ ավել բեռի դեպքում խնդիրներ չեն լինի։ Տեսչական մարմինը տնտեսվարողներին եւ քաղաքացիներին կոչ է անում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան, նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները։ Մարինե Դվոյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։